Որ իմանաք գյուղացիները ցորերի բերքից գոհ են թե չէ, հարցրեք տեղ գյուղի կոմբայնավար Արմեն Շեգունցին։ Այս օրերին գյուղերում ակտիվ բերքահավաք է։ Տեղի դաշտերում գարու ցորենի բերքը հնձում ու աշնանից բերքին սպասող գյուղացիների մտահոգություններն է լսում կոմբայնավար Արմենը։ Գյուղատնտեսական տարին այնքան էլ բարենպաստ չէր հացահատիկային մշակաբույսերի համար։ Առատ անձրևները մի կողմից ջրել են հացահատիկի անջրդի արտերը, մյուս կողմից խանգարել բույսի փոշոտմանը։ Գյուղացիները պնդում են, եթե տարին անձրևային չլիներ, գուցե ավելի շատ բերք տուն տանեին։ Տեղ կա լավ է, տեղ կա լավ չլալ։ Նորմալ է ընդհանուր ոչինչ, միջակ։ Ոչ չլալ։ Պրոստը փոշոտումը չլավ կատարալ, փոչը մի քիչ շատ է եղել։ Ընդհանուր բաց բերքը ոչինչ, փիշ չլա ժողովրդին էս տարի։ Դե միջինը կյամ էլի մի բունգեր պահում է։ 2 տոննա, 1.8-ից 2 տոննա է կյամ բունգերը։ Արդեն 2 տարի է կառավարությունը սուբսիդավորում է ցորենի մշակության 1 հեկտարի համար 80, իսկ գարու համար 70,000 դրամ։ Գյուղացիների խոսքով, եթե պետական աջակցությունը չլիներ, շատերը կհրաժարվեին մշակել հողերը։ Որակյալ սերմացուն ու դիզվառելիքը թանկ են, անբարենպաստ տարիներին գյուղացիները հաճախ վնասներով են հող մշակում։ Օգտվել եք։ Սուբսիդի ցորենն եք էլի ցանել։ Ընդհանուր ված ցորեն չէ, լավ ցորեններ ա եղել։ Քո վառելիքը դա սերմը տարել սածերի։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն նախորդ տարում Հայաստանում արտադրված 253,000 տոննա հացահատիկի մոտ 12%-ը բաժին է ընկնում Սյունիքի մարզին։ Առաջատարը Շիրակի մարզն է։ Սյունիքն այս ցուցանիշով հանրապետությունում 5-րդն է։ 44-օրյա պատերազմից հետո սահմանային դարձած մարզում վերջին տարիներին կրճատվել է անասունների թվաքանակը։ Գյուղացիների խոսքով բերքի մի մասը կօգտագործվի որպես անասնակեր։ Ժողովուրդ ասենք ամեն մեկը իր անասունների համար հիմնականում այդ մասն է կոկա, ինչ վերաբերում ասենք ծախեն հատուկ այդ մարդա, քիչ տոկոսն ծախեն։ Հայաստանը հացահատիկի մասով ինքնաբավ չէ։ Ներկրվող հացահատիկի մեծ մասը բերվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Վերջինիս հետ օրորի օտարվող հարաբերությունների ֆոնին պարզ չէ, կառավարությունը կշարունակի սուբսիդավորումը։ Հուլիսի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է ցորենի արտադրության խթանման հնարավորությունները։ Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ եւ ներկայացնել քննարկման։ Մինչ գործադիրը որոշում կկայացնի, գյուղացիները լիահույս են։ Դեռ բերքը դաշտից տուն չտարած մտածում են հաջորդ ցանքսի մասին։